Ինչպես բազմիցս նշել ենք, Նինոց Մինդան ունի բարեկարգ ժամանակակից հանգստավայրեր բնակիչների համար։ Այստեղ իրենց ժամանակ անցկացնելու համար հավաքվում են երեխաներ, երիտասարդներ, տարեցներ։ Այս ամենը պահպանելու համար հարկավոր է կիրթ մոտեցում, որը ցավոք բացակայում է մեր երիտասարդների կենսակերպից։ Ինչն է պատճառը։ Նինոց Մինդայի բնակիչ Գևորգ Ղազարյանը խնդրանքով, ինչու՞ չէ, նաև ամոթանքով դիմում է մերօրյա երիտասարդության այն հատվածին, ովքեր ջանք չեն խնայում ավերել իրենց համարից կառուցած այգին։ Այժմ մենք գտնվում ենք Նինոց Մինդայի շրջանի ամենատարեց այգում։ Այգում ապահովված է նստելատեղերով, որոնք մարդիկ գալիս են ինձ հանգիստ անցկացնում այգում։ Այգում տեղի ունեցել բազմաթիվ ծառատունկեր։ Երբ նայում ես այգու գեղեցկությանը, հրապուրվում ես նրա գեղեցկության, նրա հիանալի սեկանչելի տեսքով։ Լսեցի, որ երբ այգին շահագործման են հանձնել, այգին ապահովված է եղել ջրով, խմելու ջրով և գեղեցիկ զուգարանով։ Սակայն Նինոց Մինդայի բնակիչ երիտասարդների, հանցագործ երիտասարդների կողմից սկսվել են քանդել ջրի մուտք գործող ջրի կրանները, տեսություն շպրտելով։ Եվ նորից այգու զուգարանի նկատմամբ կատարել են մեծ հանցագործություն, որը անհանդուրժելի է ժողովրդի նկատմամբ։ Երբ նայում ես այգու հիանալի կառուցված տերներին, եվրոտ տերներին, ուղղակի լացդ գալիս է, թե ինչպես կարելի է այդ տերները շարքից դուրս անել։ Ամբողջովին ճարտուղիթին այգի հիանալի տերները, այգու գտնվող զուգարանի սարքավորանքները, այժմ այգին չի գործում, գտնվում է փակ վիճակում։ Հարգելի Մինդայի շրջանի երիտասարդներ, ինչ եք ուզում դրանով ապացուցել, ինչքան պետք է շարունակեք ձեր հանցագործությունը։ Երբ ունենալ գեղեցիկ այգի, չունենալ ջուր, ունենալ գեղեցիկ այգի, չունենալ զուգարան։ Զուգարանի հարցը բոլորին շատ ծանր հանցարկի առաջին հանձնում ժողովրդին, երբ մարդիկ գալիս են այգում հանգստանալու, չեն կարող օգտվել զուգարանի արդյունքներից։ Կասեի հետևյալ, որ եթե այդպես շարունակեն, Նինոց Մինդայի շրջանի բոլոր այգիները շարքից դուրս կգան։ Սակայն ինչպես կարելի է, երբ փոքրիկ երեխաները գալիս են այգի, իրենց առօրյան անցկացնում են այգում, բայց այգիների հիմար մարդկանց երեսից պատճառով այգիները շարքից դուրս են եկել։